Նոր բան կա։ Նոր բանը նա, որ այսօր պարոն Սրապյանը օֆիս չի գալու։ Բա ուր է գնացել։ Եթե չեմ սխալվում, ինչ որ մեկը ինչ որ տեղ ասել էր, որ տեղյակ է իր ամուսնու ամեն քայլափոխից, թե ինչ։ Չափդ միացի։ Մի խոսքով, պարոն Սրապյանը այսօր օֆիս չի գալու։ Եթե ուզում եք, կարող եք գալ։ Համակարգիչը ձեր տրամադրության տակ կլինի։ Լավ, գալիս եմ։ Եթե ձեր ասածով նայենք, ուրեմն ոչ թե մաման է մեղավոր, այլ ես, չէ՞։ Դուսը չէ։ Ամեն ծնող իր զավակի համար ամեն ինչի պատրաստ է։ Ու ինչ զավակ, որ նույնը չկրկնի, չէ՞։ Չէ, լուսե։ Ասեք ձեր տղային, որ ես պատրաստ եմ դառնալ իր կինը։ Այ բնավորություն եմ ասել, լուսե ջան, ես ուղղակի հիացած եմ։ Դավիթին ասեք թող գա մեր տուն, մնացած իմ խոսակցությունն իր հետ է։ Իրավունք ունես, ես։ Իսկ ձեր հետ մենք հիմա կբարձրանանք պապայի մոտ ու դուք կասեք, որ շինարարությունը շարունակվում է։ Լուսե ջան, իսկ հարսանիքի պահով հարգամեն ասելու ենք։ Մենակ Դավիթ հետ խոսելուց հետո։ Դուք մի անհանգստացեք, մենք հաստատ իրար կհասկանանք, ու հետո պապային կասենք, անպայման։ Չեմ էլ կասկածում լուսե ջան, զարմացած եմ ինել, սենց նուրբ, քնքուշ արտաքինի տակ, սես բնավորությունա թաքնված։ Գնանք։ Գնանք, հարսիկ ջան։ Լավ չի, որ մենակ ես եմ տունը։ Լավ, այ խելար։ Դու ասա տեսնեմ ես վերջին արկածներից ինչ կա։ Դե ես վերջի արկածները վերջացան, հիմա նորերն ենք սպասում։ Լուրջ։ Դա քեզ ասելու բան ունեմ։ Ասա։ Ընկերուհուդ եմ տեսել։ Օլեին։ Չհասկացա, դու իր հետ ինչ կապ ունես։ Դες ոնց է չասեցիր, որ ընկերուհիդ չի էլ։ Նետել իր հերթին։ Որտեղ ես տեսել։ Դե մամային զանգ եկավ, դուրս եկավ տնից, ես էլ հետևից։ Մի վախեցի, ինչ չեն տեսել։ Դե հիշում ես։ Ցույց էր տվել իր նկարը։ Հիշում։ Տենց ճանաչեցի։ Լավ, իսկ կարող ես լսել ես ինչ են խոսել։ Չէ, չեմ լսել։ Բայց ոնց որ թե ինչ-որ բան էր խնդրում մամայից։ Չգիտեմ, կարաս մամայից հարցնես, կարող ասի։ Բայց սիրուն աղջիկա Օլյան։ Ամել, ոնց որ լիքը նմանություններ ունեք։ Անայից չսկսես, հա։ Գլխից պապան չդառնաս։ Պապա։ Հա, երկուստ էլ մանիպուլյացիայի վարպետ եք։ Դա ուր ես գնում։ Գործեր կան։ Այս պապկանը։ Բայց ինչքան փորձեցի միջև ձեր գալն էլ ոչինչ չստացվեց։ Լավ, ես կփորձեմ։ Իսկ ուրիշ։ Ուրիշ ոչինչ չկա։ Պարոն Սրապյանը շատ կոկիկ մարդ է։ Ոչ մի թուղթ, ոչ մի ուրիշ տեղ չի դնում։ Այսինքն ուզում ես ասել, սրանից բացի ոչինչ չունենք։ Չունենք։ Բացի Բացի նրանից, որ շատ տարօրինակ հեռախոսազանգ է կատարել։ Ինչ հեռախոսազանգում։ Թե ում չեմ կարող ասել։
Մի հատված եմ լսել, որտեղ ասում էր, որ եթե ամեն բան իր ուզածով լինի, մեծ փոխանցում կանի գումարային։ Հա, ինչ կա դրա մեջ տարօրինակ։ Շինարարություն է գնում, ամեն օր էլ փոխանցումներ են լինում։ Դե բան չասեցի։ Ուղղակի մեծ գումար փոխանցելու համար մեր հաշիվներում պիտի մեծ գումար լինի, որը չկա։ Ինչ նկատի ունես մեր հաշիվ ասելով։ Դե ընկերության ընդհանուր հաշիվներում ու անձամբ պարոն Սրապյանի հաշվում։ Այս որ կարաս խորը շունչ քաշես, հարգամ ջան։ Դավիթս արդեն պայմանավորվել է, վաղը փոխանցումը կլինի։ Էն էլ ինչ փոխանցում։ Ay, hարգամ։ Ոնց փոքր երեխան ես, մարդը տենց էմոցիոնալ է։ Մարդ չի այդ ոնց խոսա, լավ բան ասի, վատ բան ասի։ Շատ լավ։ Դե ես ինչ ես եկել եմ ընդամենը որ ասեմ։ Լավ, հեսա նատ գիշնեմ քո օֆիս։ Վարդանին կասեմ այդ հաջորդ փուլի նախահաշիվը մի հատ կազմի ուղարկի քեզ։ Դու կարաս չէ աչքի տակով նայես որ բանման խառնած չլինի։ Նայեմ։ Շատ լավ արգամ ջան, շատ լավ։ Օ, ես պիտի գնամ։ Դե լավ արգամ ջան, դե առողջացած ցավ։ Այդ շին հրապարակ առանց քեզ ինչ էլի։ Գամ։ Առողջանալ։ Շատ լավ ցավ, շատ լավ։ Հայ, մոռացա, լսի, ուրեմն ծանոթս էր զանգել։ Մի հատ լավ բնակարան ա ուզում։ Դու դեռ այն չվաճառված բնակարաններից ունես, չէ՞։ Արդարին։ Շատ լավ է գարեջ։ Հենց հիմա զանգ եմ Արդարին։ Ինչ օրնան ես մարդը։ Մամ ջան, Արամ ջան, ես ինչ ա եղել, ինչի ես տխուր։ չէ, տխուր չեմ, ուղղակի մտքերով եմ։ Բա Լուսեն ուր է։ Սուրենն ա եկել, Լուսեն հետը բարձացել է պապայի մոտ։ Մարդն ինչ ա անում ստեղ։ Դե պապայիդ գործընկերն ա գործերով ա եկել։ Կարող է լինենց բան ասի պապան վատանա։ Չէ, Արամ ջան, դու հանգիստ տեղի, այս անգամ լավ լուրերով ա եկել։ Հաստատ։ Բա դու ուր ես գնում։ Արտուրը դուրսը սպասում ա։ Դուրս գանք շպտտվենք կգամ։ Լավ, բայց շատ չուշանաս, հա։ Չեմ ուշանա, մամ ջան, գնացի։ Արեգ ջան, այդ ինչ որ դու ինձ ասում ես, ես շատ լավ հասկանում եմ։ Բայց մի բան է ինձ հետաքրքրում, դու ամբողջ օրը որոշել ես այդտեղ մնալ։ Սրապյանը արդեն մի ժամից ավել է ստեղ է։ Իսկ ինքը հաստատ հենց այնց չի եկել։ Դե հիմա գիտես ինչ, ինքը կարող է իրանց գործերով էլ գար։ Չեմ կարծում, որ դա հաստատ այդ չի։ Արեգ։ Արամն դուրս եկավ տնից, չէի ուզում ինձ տեսներ։ Մի խոսքով սատ կարևոր է իմ մնալը։ Հասկանում եմ, հա, մենակ զգուշելի չմրսես, մի բան էլ ասեմ Արեգ ջան, լավ կլինի մտնես ներս ու Լուսեի հետ խոսես։ Եթե ես երկու օրը Սրապյանի տղեն չերևաց, նոր կգնամ կխոսամ։ Այսինքն, դու պատրաստվում ես ամբողջ գիշերը տեղ մնաս։ Չէ, 12-ի մոտ կգամ տուն, հետո առավոտ էլի կգամ ստեղ։ Դե գոնե տենց։ Լավ, սատ կխոսանք։
Գիտեմ համարը փակ էր, բայց ասաց այս քանի օրը քաղաքում չի, հետ կգա ու պիտի հանդիպենք խոսանք։ Ինքը ջահել ինչն է։ Նիրա ասելով իբր լավ ընկեր է։ Դե թողա խոսանք։ Չնայած ինչ կա իրանց հետ խոսալու, անոնսրու նման աղջիկների բաժակի մեջ տեղը են գցում։ Որտե տանի, լավ է։ Իմ հասկանալով իրան չի դզել, որ իր լավ ընկերը գնալու է նստի։ Չանս չնստեր, ով է մեղավոր։ Հեչ, բայց այստեղ ուրիշ պահ կա, ինչ-որ բան դուրս չի գալիս։ Արի գնանք մի տեղ հաց ուտենք, համել կխոսանք։ Անայիսի ու Վիկայի պահ կա, հասկանում ես, չէ՞։ Գնացինք։ Քեզ ով է իրավունք տվել գնաս ու մերոնց հանդիպես, հա։ Մի գոռա։ Դու հարցիս պատասխանի։ Իսկ դու մի գոռա։ Սուրճ կուզես։ Ձեռս առնում։ Հարցնում եմ առանց գոռալու։ Քեզ ով է իրավունք տվել գնալ ու մերոնց հանդիպել։ Բասում էր անիմաստ է քո հետ խոսելը։ Ով էր ասում, Իզաբելը։ Ասում էր, որ դու իրեն չես լսի։ Դու էլ գնացել էիր համոզեիր, որ խոսի հետս, հա։ Ու քո կարճ խելքով ինչ պիտի խոսեր։ Որ իրական սերը մի անգամ է տրվում։ Հա, բոլորս էլ կարանք շատ անգամներ սիրահարվենք, բայց իրականը մի անգամ է լինում։ Ու դու ինչ ես տենց համոզված, որ մեր մոտ սիրահարվածություն չի եղել։ Մենակ ես եմ համոզված։ Բա դու։ Ես մտածում եմ, որ մեր մոտ սիրահարվածություն է եղել։ Շնորհակալ եմ շատ։ Ինչ-որ բան ստացվում է։ Ոչ մի բան էլ չի ստացվում։ Ինչքան անուն տարեթիվ կար, փորձեցի։ Դե ուրեմն հաստատ ամեն բան այդ պապկայի մեջ է։ Ես էլ եմ տենց մտածում, բայց ուրիշ բան էլ եմ մտածում։ Այդ ասածդ փոխանցումը։ Այս պապկայի մեջ հաստատ դրան վերաբերվող նյութեր են։ Դե հա, բայց ուրիշ ինչ։ Տիկին Սրապյան, իսկ հետագայում էլի եք փորձելու գաք փնտրեք։ Չգիտեմ, երևի հակառակ կողմից սկսենք։ Ինչ նկատի ունեք։ Ինչ ես պիտի անեմ։ Դու նույնը։ Իսկ ես ուրիշ բան կանեմ։ Ճիշտ է, հեչ չէի ուզի այդպես անել, բայց ինչ արած։ Լսի մի խոսքով դու ուշադիր եղի, ինքը այդ փոխանցման անունը որ տվել է հաստատ Էլիզան կստանա։ Ու այդ ընթացքում ուշադիր լսի։ Կարող է ինչ-որ բան իմանաս։ Մի խոսքով շարունակիր քո գործը։ Ով կշտանալ չկա։ Ստամոքսդ կուշտ աղբեր, աչքդ է սոված։ Բա ով նա ես համովության ու չուզենա ուտի։ Իսկ կծվությունն էլ սպանում է։ Բա սովոսները որ մեկը ասեմ։ Միաս աղբեր կեր։ Հայելի ուտում եմ։
Ուղղակի գիտես, երբ որ առանց աղջիկների են գալիս, մի տեսակ ես մեղավոր եմ զգում։ Խրյանք են շատ սիրում։ Մտածի ախպեր, մյուս անգամ էլ աղջիկների հետ կգանք։ Բայց այս Թումանյան 38-ը գանք էլի։ Ինչի խորենաց 33-ը ինչու չես հավանում։ Դե չէ ով ասես չեմ հավանում։ Ուղղակի մեր համար հեռու է։ Այդ ուրիշ։ Ախպեր, բայց չորոշեցինք, է։ Աղջիկներն վերջը ասում ենք, թե չէ։ Հա, ու դրա միակ պլյուսը այն կլինի, որ իրանք իմանան ու զգույշ կլինեն։ Հա, բայց մինուսն էլ է, որ աղջիկ են էլի, դե ամեն դեպքում կվախենան։ Հա, այդ խնդիրն էլ կա։ Հա, բայց ես մի բան չեմ հասկանում։ Խի են ուզում աղջիկներին տենան։ Տղա չէ։ Չնայած որ դից իրենց այդքան հասկացողություն։ Ախպեր կեր, դուրս գանք մի հատ մաքուր օդի, վերջնական գցենք բռնենք մեր անելիքը հասկանանք։ Շուտ ուտենք դուրս գանք։ Դու այդքան մի արա։ Լավն է։ Խնդրում եմ արի զանգենք այդ մարդուն, ասենք, որ փոշմանել ես։ Ու հետո։ Հետո պատկերացնում ես ինչ կլինի։ Ինչ ուզում ա թող լինի, Լուսե։ Այսինքն պապայի սիրտը չդիմանա ու պապան հետ ես առաջարկում ամ։ Ու չեմ ասում, որ հանկարծ Սրապյան իրա բերանը բացի, պատկերացնում ես պապայի հետ ինչ կլինի, մամ։ Իսկ դու, Լուսե, դու պատկերացնում ես ինչ կլինի քո հետ։ Լիքը աղջիկներ առանց սիրելու ամուսնացել են, մամ։ Ես էլ իրանցից մեկը կլինեմ։ Ու դու այդ ամենը տենց հեշտ ես ասում։ Մամ, խնդրում եմ։ Մեծ հաշվով պապանից տարբերակ չի թողել։ Հա, մամ, հեշտ չի ինձ։ Ինձ հեշտ չի ու ասեմ Արեգին էլ հեշտ չի լինելու։ Իսկ ամենադժվարն է լինելու, որ շատ շուտով իմ ամենասիրելի մարդը ինձ կսկսի ատել, մամ։ Ու քո մասին ընդհանրապես չեմ խոսում, որովհետև դու այսքան ժամանակ ես պատմության ցավը մեջդ ապրել ես ու պապային թեվութիկունք ես եղել ու հիմա էլ ես պատմությունը։ Լուսե, ես գոնե սիրել եմ։ Ու մինչև հիմա սիրում եմ։ Ու այդ ցավը իմն է, իմ երեխունը չի։ Մայրը 1000 ցավի կարա դիմանա, բայց ոչ իր երեխու ցավին։ Սիրտս պայթում ա, Լուսե, խնդրում եմ։ Ես չեմ դիմանա, չեմ համակերպվի քո ցավին։ Մանավանդ որ գիտեմ, որ իմ ու պապայիդ պատճառով ա եղել այդ ամեն ինչը։ Ես ինձ չեմ ներում, ոնց չկարողացա հորդ ստիպել, որ գնա Անդրանիկի մոտ։ Չմնա։ Մամ, խնդրում եմ, ոչ ինձ քանդի, ոչ քեզ։ Ես քեզ խոստանում եմ։ Ամեն ինչ կանեմ, որ երջանիկ լինեմ։ Կարող է ստացվի։ Օլյա, ես քեզ խնդրում եմ։ Մերոնց հանդիպել պետք չի։ Հավատա, այդ ոչ մի բան չի տալու քեզ։ Ու մերոնք էլ ոչ մի բան չեն կարող ասեն, որ ես իմ միտքը փոխեմ։ Իսկ ես կարող եմ այնպես անել, որ աչքերդ բացվի, միտքդ սթափվի։ Կասես։ Իմ միտքը շատ սթափ է, աչքերս էլ բաց։ Լսի, մտածում եմ կարող է Ռուսաստան գնաս։
Դե այստեղ ոչ մեկին չունես, դրա համար եմ ասում։ Իսկ ենտեղում ունեմ։ Կասես։ Չգիտեմ, ընկերուհի թեկուս չկա։ Դու չգիտես, որ չկա։ Դե հա, բայց այստեղ էլ չգիտեմ ինչ ես անելու։ Քեզ եմ սպասելու։ Լավ էլի։ Հա, պապ։ Ինչ։ Դու հիմա տանն ես։ Լավ, գալիս եմ։ Խնդրում եմ ասածներիս մասին մտածի, չգիտեմ, Ռուսաստան գնալու, թեկուզ Եվրոպայում կարող է ինչ-որ մարդ կա։ Ես արդեն քեզ ասեցի։ Ես մի մարդ ունեմ այստեղ, ու դա դու ես։ Սիրելիս։ Դե հա խոսեցի, բայց վախենում եմ, որ հանկարծ Սարապյանը Ֆրանսիայում կվնասի իր որդուն։ Դե լավ, դե երեխա է։ Երեխա է, բա ինչ է, մեծ մարդ է, երեխայից վատ։ Հետո էլ ասում է, որ եթե հանկարծ տունը կորցրեց, միակ ճանապարհը, որ ինքը պիտի անցնի այդ դեպի Դավթաշենի կամուրջ, այսքան բան։ Շատ ափսոս։ Որդուս լուսանկարն է։ Հա, Արեգի մոտ մի անգամ տեսել եմ։ Արեգին էլ ասեցի, իմ հայրն էլ է մահացել ու էլի 18 տարի առաջ։ 18 տարի առաջ ձեր հայրը։ Հա, ձեր որդու դեմքը շատ ծանոթ էր։ Միտեղ հաստատ տեսել էի, բայց որտեղ չէի կարողանում հիշել։ Դուք շատ երիտասարդ եք։ Անհնար է, որ ճանաչեիք իմ որդուն։ Դե հա, նկարն էի տեսել։ Որտեղ։ Լրատվականում։ Հա, լրատվականներում։ Դե հա, վթարի ու մահվան հետ կապված։ Հա, որովհետև տարօրինակ է, շատ փոքր պիտի լինեիք այդ ժամանակ եւ հետո այդ ոնց եք ֆիքսել որդուս դեմքը, մինչև հիմա հիշում եք։ Տարօրինակ է, բայց իր բացատրությունն ունի։ Ինչպես ասացի, իմ հայրն էլ 18 տարի առաջ է մահացել։ Ու ասեմ ավելին, ձեր որդու մահվան վայրից ընդամենը մի քանի 100 մետր են կողմ, ու ընդամենը մի 2 ժամվա տարբերությամբ։ Այդ ինչ ուժեղ աղջիկա, լուրջ եմ ասում, չես պատկերացնի։ Ոնց որ լավ հիացած ես։ Հա, բա, Իզաբել, չես պատկերացնում, ինչքան կարևոր է տղամարդու համար ճիշտ կին ունենալ։ Եվ որն է այդ ճիշտ կինը։ Այն որ կարա ամուսնուն բարձունքների հասցնի, թև տա, թիկունք լինի, ոնց են ասում, մուժ ի ժնա одна սատանա։ Դա հասկանում ես, չէ։ Ասի կոնը մանել է։ Չէ, իհարկե Դավիթը շատ լավ տղա է, բայց մի քիչ տենց դանդաղ է, էլի շատ դժվար է որոշումներ կայացնում, փափուկ է, իսկ այդ աղջիկը այդ Դավոյիս համար հենց տենց կին է պետք։ Դե շնորհավորում եմ։ Հեսա կգաք շնորհավորես։ Վերջ, հիմա 100%-ով պատրաստում ենք հարսանիքի։ Ինչ 100, 1000%-ով։ Դե քեզ էլ շնորհավոր։ Հա, Վարդան։ Եկել ես։ Ինչ թղթեր։ Հա, եկա, վազեցի։ Ուշ ես գալու։ Չէ, թռա։ Այսինքն դու ուզում ես ասես, որ հապեր, իմ կարծիքով պետք չի, իզուր վախենալու են։
Ավելի լավ է զանգեն, խոսանք, հասկանանք, փակենք այս թեման։ Ու վերջապես պրծնենք այս անդուր պատմությունից։ Բայց հիշում ես, չէ՞, մենակ չես գնալու։ Չէ, չեմ էլ ուզում։ Քո հետ կգնամ, տենց ավելի ճիշտ է։ Էս էլ իմ Վիկան։ Կողել արդի, կո։ Բարեմ ջան, այս քո ընկերը միշտ ասենց խելար եղել։ Դո չէ հա, մինչև քեզ նորմալ լուրջ տղա էր։ Էս ինչա դարը։ Ինչ վատ բան կա դրա մեջ։ Թե չէ դու բիձա։ Տեսքը տեղը, խոսքը տեղը, ամեն ինչ կա։ Ինչն է քեզ խանգարում, որ Անահիսի հետ լավ էլի ապեր, անցանք այդ թեման։ Վիկ ասա, որ Անահիսը շատ լավ աղջիկ է։ Արամ ջան, իրոք Անահիսը շատ լավ աղջիկ է։ Ժորժ ջան, գիտեմ։ Անցանք այս թեման։ Այսպես գոհ եմ։ Ես գնամ ձեզ բարի ժամանց։ Դե կապով բիձա։ Բայց Անահիսը հաստատ մինչև ականջների ծայրը սիրահարված է։ Այս բիձան էլ ձև է տալիս իրան։ Բա ինչ ենք անելու։ Դե այնքան ենք հետնես տանելու, բերելու, որ մինչև սիրահարվեն։ Հաճ։ Գնացինք։ Ինքը քեզ էլ չի անհանգստացնի։ Ինքը ինձ չի էլ անհանգստացրել, Դավիթ։ Մի մտածի դրա մասին։ Ուղղակի մտածում եմ, եթե իր ասածները ճիշտ դուրս գան։ Հայրդ ասաց, որ շուտ կվերադառնա։ Լսի, բայց ամեն դեպքում մտածի Օլայի ասածների շուրջ։ Ինձ մենակ անկեղծ ասա։ Դու իսկապես այդպես ես մտածում, թե ուղղակի Օլյանա դուրս եկել։ Դուրս եկել է, չեմ խափի։ Բայց ինձ ավելի շատ դուր չի գալիս, որ Լուսեն քեզ չի սիրում։ Կսիրի, ես դրա համար ամեն ինչ կանեմ։ Դու կարող ես աշխարհն էլ շուտ տալ, բայց Իզաբել, ես եկա։ լավ էլ շուտ եկար։ Արի Դավիթն էլ եկել։ Ոնց որ տրամադրությունդ լավ է, հա։ Անտիժ։ Լավ, ես գնամ ձեզ չխանգարեմ։ Այ, պաշտում եմ խելացի։ Ուրեմն լսի տղես մի հատ լավ ծաղկի փունջ ես վերցնում ու վազում ես արգամենստուն։ Լուսեն քեզ է սպասում։ Մի րոպե, չհասկացա, այդ ինֆորմացիան քեզ որտեղից։ Առաջին ձեռքից։ Ինքն է ինձ ասել։ Լուրջ ես ասում։ Աչե խափում եմ։ Լավ, հիմա կբացատրեմ։ Ուրեմն դες ձեր ամուսնական պայմանագրի կետերը քննարկելու համար։ Ու ես քեզ ասեմ շատ խելացի աղջիկ է, հա։ Խելք ունի, աշխարհը չունի։ Ուրեմն նենց արես, որ համ մեզ լավ լինի, համ հորը։ Պարս։ Լավ, քո համար պարս կբացատրեմ։ Ինքը հորը չասեց է, որ ես պսակվում եմ Դավիթի հետ, որովհետև ինքը ներդրում ան, չէ։ Ինքը ինձ հասկացրեց, որ այդ ներդրման մասին արգամին ես ասեմ, իսկ ինքը մի երկու օրից հետո հորը կասի, որ դուք պսակվում եք, հիմա հասկանում ես։ Հա, իսկ ներդրման մասին չմտածես, վաղը կլինի։ Մի րոպե, բայց Ծաղրես էլ եմ կրկնում։ Ծաղիկները վերցրու ու վազի արգամենս տուն։ Չի կարելի ապագա տիկնոջը սպասեցնել։ Հետո քթերից դա բերել։ Գնա, հա, գնում եմ։ Եղավեն ինչից ամենաշատն էի վախենում արգամ։ Ես էլ դու էլ թաթախվեցինք մեղքերի մեջ։ Ու սա երրորդն է։ Ու ամենածանրայինը, որ մեր աղջիկն է դժբախտանում մեր պատճառով։ Մեզ ներում չկա արգամ։ Ոչ երկրում, ոչ երկնքում, ոչ էլ մեր աղջիկա սրտում։
Տիկին Սաթան, լավ չեք զգում ձեզ։ Ջուր կտակ։ Այ, իհարկե։ Այսինքն ձեր հայրը վրա երթի է ենթարկվել, բան չեմ հասկանում, կապիտանիս։ Հայրս ոստիկանության սպա էր։ Ու դեպքը տեղի է ունեցել ձեր որդու մահվան վայրից ընդամենը մի 200 մետր ներքև։ Պապան Բագրատաշենից վերադառնալուց է եղել ու շատ պատահական հայտնվել է այդտեղ։ Մեքենան խնդիր է ունեցել, կայանել է մոտակայքում, որ խնդիրը լուծի։ Իրականում վրաերթը շատ հանելուկային պայմաններում է եղել։ Ոչ այն ժամանակ կարողացան նորմալ բացատրել ոստիկանները, ոչ էլ հիմա ես եմ կարողանում։ Հարսա։ Իսկ վրաերթի ենթարկողին չի հայտնաբերվել։ Այսինքն ոստիկանները չկարողացան գտնել իրենց ընկերոջը վրա երթի ենթարկողին։ Չգտան։ Պապան մեքենան կայանել է ճանապարհի կողային հատվածում ու փորձել է մեքենայի անիվը փոխի։ Հետո դեպքը տեղի է ունեցել։ Անցորդներից մեկը նկատել է, մոտեցել է, որ օգնություն ցույց տա, բայց արդեն մահացած է եղել։ Ցավում եմ շատ, կապիտան։ Իրականում վրաերթը շատ տարօրինակ պայմաններում է եղել։ Հորս արյան հետքերը հայտնաբերվել են մեքենայից հեռու, ճանապարհի բանուկ հատվածում։ Ու ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ վրաերթը տեղի է ունեցել ճանապարհի բանուկ հատվածում։ Ու հետո հորս մարմինը տեղափոխել են մեքենայի մոտ։ Կանգնիլ։ Դու ինչ կարծում ես ստեղ։ Ում համար ես սաղիկները։ Դու ով ես։ Հարցս նորից եմ կրկնում, ում համար ես սաղիկները։ Քեզ ինչ արա, ճամփիցը սենյան։ Պապան այդքան քեշ փող ունի։ Պապան չունի, ուրիշներ ունեն, կարևորը պապան գիտի դրանց տեղը։ Ես չեմ կարծում, որ դժբախտ պատահար է եղել։ Եթե այդպես լիներ, ուղղակի կթողնեին ու կհեռանային, բայց իրան տեղափոխել են, տարել են նորից իր մեքենայի մոտ։ Իսկ դա նշանակում է, որ եղածը սպանություն է։ Դրա համար մենք կունենանք տարբեր ննջասենյակներ, քանի դեռ քեզ չի հաջողվել այնպես անել, որ ես սիրարվեմ քեզ։ Եթե քեզ համար ընդունելի չեն, Չեմ։ Ամեն ինչ նորմալ է։